Այսօր ուզում եմ խոսել Աստծո պատասխանի մասին։ Վերնագիրն է Աստծո պատասխանը։ Քանի հոգի ունեն սրա կարիք։ Գիտեք Աստվածաշնչում ինչքան պատասխան բառեր կան գրած։ Գիտեք ինչքան մարդիկ կան Աստվածաշնչում, որ իրարու հարյուրավոր կամ հազարավոր պատասխաններ են տվել։ Գիտեք ձեր կյանքում, իմ կյանքում ինչքան մարդիկ կան, որ մեր իրադրություններին փորձել են պատասխան տալ։ Մեր հարցերին փորձել են պատասխանել։ Խոսքս նրա մասին չի, նա Մատթեոս 5:6-ը կասեք ինչ ասում։ Այս հարցի պատասխանի մասին չեմ խոսում։ Խոսում եմ իրադրության, անորոշության, լուրջ հարցերի մեջ Աստծո ձեռքի պատասխանի կարիքը։ Գիտեք, Սուրբ գրքում, երբ որ ես նայում էի պատասխան բառը Աստվածաշնչում, մի քանի 100 հատ գտա մի քանի 100 մարդկանց խոսակցություն, որ իրանք իրարու պատասխանել են։ Բայց ոչ մեկի պատասխանը, գրեթե ոչ մեկի պատասխանը, ոչ մեկին չի բավարարել կամ հարց չի լուծել, մինչև Աստծո պատասխանը չի եկել դրա վրա։ Ամեն։ Ճիշտ եմ ասում, հասկանում ես ինձ, ճիշտ ես ընկալում։ Սողոմոն ասում է արծաթը ամեն բանի պատասխան է տալիս։ Փողն է կարա ինչ-որ իրադրության պատասխան տա, քո հարցը լուծի։ Բայց ես այդ պատասխանից չեմ խոսում։ Փողը վերցնում ես, գնում ես խանութ, ինչ-որ ուզում ես, առնում ես։ Այսինքն, փողը քո կարիքին պատասխանեց։ Սմետան էիր ուզում, կամ թթվասեր լավ հայերեն ասում։ Թթվասեր էիր ուզում, գնացիր խանութ, փողը տվեցիր, թթվասեր առար։ Սա պատասխանեց քեզ փողը։ Փողը չներ, չէին տայելի քեզին։ Ամեն։ Բայց ես այս պատասխանից չեմ խոսում։ Ես քեզ ցույց կտամ մի 4-5 տեղ Աստվածաշնչից, ինչ է լինում, երբ որ գալիս է կամ իջնում է Աստծո պատասխանը։ Ամեն։ Կարում ես լսես, ուշադիրես։ Ասա այսպես փառաբանությունից հետո ոնց կքնա։ Եթե քնար, ուրեմն չես իմանում ինչ է եղել կես ժամ առաջ։ Աստվածաշունչն ասում է Հովսեփը հաջողակ մարդ էր։ Ինձ զարմացնում են այդ խոսքերը, անկեղծ եմ ասում։ Գրում է, որ նա փոսի մեջ էր, վաճառել էին իրան իր եղբայրները 20 արծաթով, ուրիշ ազգի, վաճառել էին, որ գնա դառնա ստրուկ, ծառա, մենակ իրանցից հեռու, իրանց աչքը չտենա, ոնց է մարդը հաջողվում, բարձանում, օրհնվում իրանց ներկայությամբ, այն որ ասում է, իմ աչքից հեռու գնա ինչ ուզում ես արա։ Մենակ ես չտենամ Աստված ոնց է քեզ բարձրացնում ու օրհնում։ Աստվածաշունչն ասում է, նա հաջողակ էր փոսի մեջ, բարձրացնում։ Նա ծախվեց Եգիպտոս Պետաբրեսի տանը ստրուկ ծառա լինելու եւ Աստվածաշունչն ասում է, նա հաջողակ էր Պետաբրեսի տանը։ Հետո իրա վրա զրպարտություն արեցին, իրան գցեցին բանտը, Սուրբ Գիրքն ասում է, նա հաջողակ էր բանտի մեջ։ Կարդում ես ասում ես Տեր Աստված, բանտի մեջի մարդը ոնց կարա ասի, ես մի տրամաբան եք խնդրում եմ, բանտի մեջի մարդը ասում է ես հաջողված եմ, մինիմում բոլորը կծիծաղեն իրա վրա։ Տան աշխատող ստրուկը, որը վաճառվել է մի քանի մանեթով, փողով, դրամով, ասի ես հաջողված եմ, բոլորը կծիծաղեն։ Այսօր երբ որ ես ու դու չհասկացող, չիմացող մարդկանց մոտ ասենք, ես օրհնված եմ, ես հաջողված եմ, չհասկացող մարդկանց կներեք եւ չհասկացող հավատացյալների մոտ ծիծաղ ու ծաղր է առաջանալու, կամ զարմանք, կամ անհավատություն, կամ թերահավատություն է առաջանալու։
Մենք այս մարդուն ճանաչում ենք, իր վիճակն էլ գիտենք ինչ է։ Ոնց է այս մարդ ասում, ես հաջողված մարդ եմ։ Գիտեք այդ ամեն հաջողվածի հետ ինչ է գրում։ Որովհետև Եհովան իր հետ է։ Որովհետև Աստված իր հետ է։ Որովհետև Աստված իր հետ է։ Փոսի մեջ Աստված իր հետ, այո։ Ծախված սրուկ, վաճառված, ծառայության Աստված իր հետ, այո։ Սուտ զրպարտության համար ընկած բանտ Աստված իր հետ, այո։ Ամեն։ Աստված քո հետ է։ Բայց եթե կներեք, այս բաների պատճառով ոչ թե քո խելքից ես ընկել հոսի մեջ։ Ոչ թե քո խելքից ես գնացել ստրկության, մեղքին ու անաստվածային բաների։ Ոչ թե քո խելքից ես գնացել, քեզ բանտարկել ես հոգևոր։ Չէ, Աստված քո հետ է, եթե դու իր կոչման ու իր նպատակի մեջ ես եւ քայլում ես առաջ անկախ ամեն ինչից։ Աստված քո հետ է։ Ամեն։ Միա ձեռը դիրքով ասա, ես հաջողակ եմ։ Ես հաջողակ եմ։ Ով պատկերացրեց մեկ շոգով դոլար։ Չցավ էդի։ Ես հաջողակ եմ, որտեղ Աստվածին հետ է։ Ամեն։ Ես հաջողված եմ, որտեղ ես նրա կամքի մեջ եմ։ Ես հաջողված եմ, որտեղ ես այն վերջին նպատակի ճանապարհին եմ, որ պիտի հասնեմ այնտեղ, որտեղ Աստված իմ համար պատրաստել է։ Ես դրա համար եմ հաջողված։ Անկախ նրանից դու այսօր ինչով ես անցնում, անկախ նրանից դու այսօր ինչքան խնդիր ունես, եթե դու ճիշտ ճանապարհի վրա ես եւ գնում ես նպատակ, դու հաջողված ես եւ Աստված քո հետ է։ Լավ եմ ասում, ամեն։ Այո, ամեն։ Կպնոմակ ես։ Դուրդ գալիս է, Աստված քո հետ է։ Մենք սիրում ենք, որ ասենք Տեր օրհներ ինձ, Տեր օրհնիր ինձ, չէ՞, ուզում ենք ինչ-որ բաներ, բայց ես այսօր ուզում եմ քեզ ասել, կրկնում եմ նորից կարևոր նախադասությունը, եթե դու Աստծո կամքի մեջ ես, եւ դու գնում ես նպատակ այդ ճանապարհի մեջ, անկախ նրանից հիմա ինչով ես անցնում, դու հաջողված ես, որտեղ Աստված քո հետ է։ Ամեն։ Այսքան չարչարանքներով, տառապանքներով անցած մարդ Աստված իր հետ։ Ամեն։ Անկեղծ եմ ասում։ Քեզ նպատակին հասցնելու համար Աստված Փաշինյանին էլ հերաստանալ կտա։ Ոնց որ տվեց Փարավոնին։ Տո Թրամփին էլ հերաստանալ կտա, որ գնաս մեկնաբանես։ Եթե դու կանչված ես ինչ որ տեղ հասնելու համար, հասկանում ես ինձ։ Աստված ամեն ինչ կանի, որ դու հասնես այդտեղ, եթե սիրտդ մաքուր է, դու տրվել ես իրան, ոչինչ չես արել, ուղղակի խոսացել ես այն բաների մասին, որ Աստված տվել է քեզ։ Իրական։ Ռեալ։ Ամեն։ Բանդի մեջ ես, Աստված վերահսկում է։ Փոսի մեջ ես, Աստված վերահսկում է։ Սրուկ ես ծախվել, գերության մեջ ես, կյանքումդ ինչ որ բաների գերի ես, Աստված վերահսկում է եւ քեզ հասցնել է այդտեղ։ Սա քեզ պետքա հույս տա, սա քեզ պետքա բարձրացնի։ Անձնական խնդիրներ ունես, Աստված վերահսկում է։ Լիքը պրոբլեմներ ունես, Աստված վերահսկում է եւ քեզ տեղ հասցնելու։ Ես հավատում եմ սրանը մեզ, ոնց որ հիմա դուք ստե նստած եք ձեզ տեղում։ Բոլոր մարդիկ խնդիրներ ունեն, պրոբլեմներ, դժվարություններ, կարիքներ եւ նրանք սպասում են Աստծո պատասխանին։ Գիտեք, Փարավոնը մի օր երազ տեսավ եւ կանչեց բոլորին։ Շատ է լսել։ Ինչքան կախարդ ուներ, մոլ ուներ, երազահան ուներ, երազատես ուներ, ինչքան մեկնաբաներ ուներ, բոլորին կանչեց իր երազը չկարեցան մեկնաբանել։ Ես դեռ չեմ կարող։ Նախաբան եմ ասում։ Ինչքան բաներ ուներ կանչեց, չկարողացան մեկնաբանել, թե ինչ է իր հետ կատարվում։ Եվ Աստված սլաքներ ուղղեց Հովսեփի վրա։ Կարճ եմ պատմում։ Մեկը կա, որ կարա քեզ ասի դու ինչ անես։ Եվ այդ մեկը
դու ես դու։ Դու ես, որ կարաս այդ հարցը լուծես, դու։ Խնդրում եմ, հասկացի ով ես դու այսօր։ Կանչեցի բերեցի Փարավոնի մոտ։ Փարավոն ասեց մի հատ երազ եմ տեսել, այդ ծննդոցի 41-16-ը կգցես նարին հետ։ Փարավոն ասեց երազ եմ տեսել, մեկնաբանող չկա։ Լսել եմ, որ դու երազ ես մեկնում։ Ես վերևի խոսքերն ասեցի, որ դուք հասկանաք։ Եվ Հովսեփ ասեց Փարավոնին, ոչ թե ես։ Աստված կտա խաղաղության պատասխան Փարավոնին։ Ես չեմ մեկնաբանում, ես չեմ էդի, բայց խաղաղության պատասխան, այսօր որ դու դրա կարիքն ունես, ես ունեմ, Աստված ատալու քեզ։ Եվ Հովսեփը սկսեց երազել, ասեց, գիտեք հեշտ է այդ կան։ Քեզ կանչել են թագավորի մոտ, նստած ես իր կաբինետում, նստել ես սենց, ասում ես ինչ այլել է, պատմի տենա։ Գիտեք ինչքան դուխ է պետք դրա համար։ Պատկերացրել ինչ եմ ասում, դու գիտես մենք ենք իրար հետ շփվում ենք, որ կարաս ազատ ասես խոսաս, մի հատ Աուրան պատկերացրեք այդտեղ։ Պատմի տենան ինչ այլ է, Փարավոն։ Ասում է սենց երազներ եմ տեսել, ոչ մեկը չկարեցավ ասել։ Եթե միջև հիմա Աստված ու ոչ մեկը, ոչ մի քարոզիչ հավատացյալ հոգևոր չի կարողացել քո հարցերի պատասխան տա, այսօր Աստված տալու է ինձ ու քեզ խաղաղության պատասխան։ Գիտես խաղաղության պատասխան ինչ է։ Այն նոր հասկացա, այն նոր զգացի, որ ես հարցերը սաղ լուծվել է։ Այն նոր վայելեցի, իմացա, որ այն նոր ներսս խաղաղվավ, հանգստացավ, որտև հասկացա, որ այսօրվա պատասխանը ուրիշ ձևի է, Աստված պատասխանեց ինձ։ Ամեն, նրա պատասխանը արծաթի պատասխանի նման չի։ Նրա պատասխանը Հոբի բարեկամների պատասխանի նման չի։ Նրա պատասխանը ուրիշների նման չի, կարծիք չի, նրա պատասխանը ամբողջությամբ խաղաղեցնում, հանգստացնում և բավարարում է ամեն տեսակի խնդիր ու հարց։ Սա է Աստծո պատասխանը քեզ։ Ամեն, տեսեք ինչ եղավ, երբ որ Աստված պատասխանեց։ Եգիպտոսի պետության ամբողջ հարցերը կարգավորվավ։ Երբ որ գալիս է Աստծո պատասխանը, ամեն բան կարգավորվում է, կարում ես ինձ լսես, ամեն, որ դեմքդ մի ձևի տխուր է, չգիտեմ, տրտնում ես, լավ է, թե ուղղակի ասում ես ինչ ասում։ Աստված է պատասխան տվող։ Այո, Աստված կտա խաղաղության պատասխան Արսենին, քո անունը դիրը դե։ Դիր, մի ամաչի, ասա, դավանի։ Աստված կտա խաղաղության պատասխանը Արսենին, քո անունը դիրը դե։ Նա է տալու քեզ խաղաղության պատասխան։ Հետո Հովսեփը սկսավ մեծանալ։ Մեծացավ, 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 մեծացավ։ Մի հատ համար ասեմ, բայց գիտեմ, որ ճիշտ հասկանում ես ինձ, և մի քիչ ինքը բան համար է, այդտեղ չկա զանիջը։ Պատասխանի մասին եմ խոսում։ Միգուցե չես նկատել, բայց ասեմ քեզ։ Ասում է, ով որ հարմար պատասխան է տալիս, կամ հավատարիմ պատասխան է տալիս, տարբեր թարգմանություններից եմ ասում, կամ բարի պատասխան է տալիս, ասում է, առակած գիրքը Սողոմոնը, դա նմանեցնում է շրթունքներ համբուրելու։ Ասում է, ով որ բարի հավատարիմ հարմար պատասխան է տալիս, նա շրթունքներ է համբուրում։ Գիտեք ինչ կա դրա մեջ, չիմանաք պաչելու մասին եմ խոսում։ Սրա մեջ կա, որ դու
բավարարվում ես։ Գալիս է քո իսկական պատասխանը ամբողջական փաթեթով։ Եվ պատասխանը, ստեղ հարմար պատասխանը կամ հավատարիմ պատասխանը ռուսերեն վերնի, միտեղ դոբրի, տարբեր անգլերեն չեմ հասկանում։ Հայերեն միտեղ հարմար, միտեղ ճիշտ, ուրիշ ձև է։ Բայց սա մի հատ իմաստ ունի։ Դրա մեջ ժամանակ կա ներառված, եթե համար ուզում ես Սառակաց 24-26, եթե համար հետաքրքիր է։ Սրա մեջ ներառված է ժամանակ, մի հատ ասա ժամանակ։ Եվ իրա որպեսի հարմար լինի կամ հավատարիմ լինի կամ բարի լինի, պետք է լինի Աստծուց նախասահմանված ժամանակին, որպեսի դա լինի ամբողջական պատասխան, շրթունքներ համ, այսինքն հաճելի, վայելք, որ դու այդ ամբողջ իրա պատասխանի հաճույքը, վայելքը զգաս ու ապրես։ Դեմեք Սողոմոնը կապ չունի, որ 1000 կնիկ ուներ կնիկներից շատ էր հասկանում։ Դրա համար չի, որ ես օրինակն է բերել։ Սա հոգևոր է, որ քո ամբողջ կյանքը այդ իրադրությանը հետ համեմատած քո ամբողջ պատասխանը բավարարվի։ Ամեն։ Աստված է տալու եւ տվել է խաղաղության պատասխան։ Երկրորդ Թագավորաց 22:36։ Երկրորդ հատվածից նայիր։ Ինչա՞։ Երկրորդ Թագավորաց 22:36։ Երկրորդ հատվածը նա ինչ ասում։ Գիտեք ես ով ասում։ Դավիթը։ Գիտեք ինչից հետո, երբ որ լրիվ նեղությունները պրծել էր, իրա բոլոր թշնամիները ընկել էին իրա ոտքերի տակ, ամեն ինչ անցել էր, ինքը գրեց էսի։ Մեսի մի ամբողջ երգ է, բայց ես սա եմ անել։ Ասում է, քո պատասխանելը մեծացրեց ինձ։ Կներեք, ինչի չեք ասում ամեն։ Քո պատասխանելը Աստծուն է ասում։ Ինձ մեծացրեց։ Գիտեք ինչից հետո է գրել մեծացնելը։ Նայեք ինձ։ Ես շատ չուզող ունեի։ Ամեն ինչ անում էի, որ ես չնստեի գահին։ Շատերը չէին հավատում, որ ես կնստեմ գահին թագավոր։ Բայց որ քո պատասխանը եկավ սարին, դա ինձ մեծացրեց։ Այն Դավիթի, որ բոլորը տենում էին ոչխար պահող, Աստված պատասխանեց իրան, մեծացրեց, հիմա բոլոր իրան տենում են թագավոր գահին նստած։ Ու Աստված սա արեց քո ինձ պատասխանելը։ Ով ուզում Աստված պատասխանի իրան, վերցնի քեզ, գիտեք սա ինչ է, այս խոսքը, ժողովուրդ, գիտեք ինչքան եմ չարչարվել, որ պատգամ գրել։ Գիտեք քանի թարգմանություն եմ նայում, կարծում եմ գրքերը։ Գիտեք ինչից հետո է գրել նաև։ Դու ինձ ասեցիր, որ քեզ դարձնելու եմ թագավոր, ինձ օծեցիր, սա այից միջև բն է։ Ես մնացի հավատարիմ քո կամքի մեջ, չփախա։ Եվ դու ինձ մեծացրիր, դա պրոցես էր, եւ հիմա նստացրել ես գահին ու բոլորը տեսնում են այդ։ Գիտեք ինչ է, ոչ մեկի բերանի մեջ ուշադրի լսիր ինձ։ Խոսք չէր մնացել, որ Դավիթի դեմ խոսայի, որտեղ տենում էին փաստը։ Աստված այնքան էր բարձրացել դրել էր թագավոր, ու սա ասում արեց քո ինձ պատասխանելը։ Ուզում ես պատասխան։ Եթե փախնես, չես լսելու պատասխան։ Պատկերացրեք հիմա ստեղ ինչքան մարդ կա, մի 80 մի քիչ ավել։ Ինչքան մարդ կա, ու այսքան էլ չկա։ Հիմա ես ստեղ ձեզ մի բան ասեմ գաղտնի, ով բացակայա չլսավ եք։ Հիմա այսօր ստեղ Աստված մի բան քեզ պատասխանի,
կամ եկեղեցուն ընդհանուր։ Բացականները չիմացան դա։ Գիտեք ինչի, ես սիմվոլիկ եմ ասում, ոչ թե այսօրով չի եկե փախելա։ Բացատրելու համար եմ ասում, որովհետև ով տեղում չի փախելա։ Կրկնում եմ, եկեղեցի չգալու մասին չեմ խոսում։ Մի հատ տեղ կա, որ Աստված պատասխանում է քեզ, եթե դու իր հետ չես, դու չես լսելու իր պատասխանը։ Քեզ մեծացնելը ժամանակի ճանապարհ անցնելու հարցը հասկացիր, խնդրում եմ քեզ։ Եթե դու փախար, պատասխանը չես տենալու, որ դու նստել ես վերջնակետին, գահին, ինչի համար, որ ինքը քեզ ասма Սաղմոսի մեջ գրում է, բայց Դավիթը չի գրել այդ Սաղմոսը։ Ասма նա իր Դավիթ ծառային, ասма կապ տվող ոչխարների հետևից գտավ։ Ըտից վերցեց իրան, 78 Սաղմոսն է, վերջի խոսքերը։ Ասма իրան ըտից գտավ, վերցեց իրան ասում է, որպես իր Իսրայել ժողովրդին հովվի։ Ասма ինքն էլ հետի անում էր իմաստությամբ և սուրբ սրտով արածեցնում էր իրանց։ Այս սա է, հասկանում եք ինչ եմ ասում, սա։ Եթե չկա այդ իմաստությունն ու սուրբ սիրտը, դու տեղ չես հասնելու, որտեղ քո սիրտը ուրիշ բաների վրա է աշխատելու, որտեղ քո սիրտը ամեն օր փախնելու է քո սիրած բաների հետևից և դու ճանապարհից դուրս ես գալու և տեղ չես հասնելու։ Բայց Դավիթն ասում է, բացատրած եմ ասում իմաստը, ես մնացի, ես հասատեղ, քո պատասխանն էր սա, որ ինձ մեծացեց, ով է ուզում մեծանալ, ես ուզում եմ մեծանալ հոգևոր, ուզում եմ ոչ միայն ավելի օծվես կամ բարձրանաս, կամ ավելի շատ հասկանաս, այլ նպատակը, ինչի համար քեզ օծել է, որ քեզ տանի հասցնի տեղ։ Դավիթը սրա մասին է խոսում։ Գիտեք փրկության վահանը ինչ աստեղ ես վերևի խոսքը։ 13 տարի տևեց, որ Դավիթը օծվելուց հետո դառնա թագավոր։ 13 տարի, 17 տարեկանում օծվեց, 30-ում նստավ։ Ապրեց 70 տարի, 40 տարի թագավորեց, 7 տարի ուրիշ տեղ, 33 տարի ուրիշ տեղ, գումարած իրար 40։ Բայց որ ասում է փրկության վահանը տվիր ինձ, այսինքն ինչքան մարդ էր ուզում ինձ գուլ տար իմ նպատակին հասնելու ճանապարհին, ինչքան մարդ էր ուզում սենց աներ ես ընկնեի, ինչքան մարդ էր ուզում ինձ հետ քաշել, խեղդել, մեռնելս էին ուզում, Սավուխներն ու մյուսները, բայց դու քո փրկության վահանով ամեն իրադրությունից ինձ փրկում ես, հասցրի տեղ։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ ինձ ուզում էին հոշոտեին կուլտային, հիմա եկել են խնդրվում ասում են, բացատրում եմ անկեղծ, մենք քո հանդեպ ճիշտ չենք վարվել, հիմա խնդրում ենք էլի, քո իշխանությունից ու պաշտոնից մեզ չպատժես։ Սենց է մեր Աստվածը, հասկացա՞ր ինչ եմ ասում։ Այս սենց է մեր Աստվածը։ Այս սենց, քո պատասխանելը մեծացրեց ինձ, ուզում եմ դեր, ուզում եմ ինձ և քո եկեղեցուն, քեզ, բոլորիս, Տեր Աստված տեսնել, են պիկին, են տեղում, են ձևի մեծացած, որ դու առաջի օրվանից կանչել ես ես եկեղեցուն կամ ինձ, կարող ես անհատապես հասկանալ և ընդհանուր եկեղեցով հասկանալ։ Ուզում եմ այդ մեծանալը դեր, որը մինչև վերջ հասնելն է։ Նրանք, ովքեր թողեցին, Ելիցի մեջ մի հատ խոսք կա, չեմ հիշում, բայց դի հավատաս որ կա։ Ասում և Աստծո բարկությունը բորբոքվեց և բանակի կամ հոտի տարբերություն չկա։ Հետ ընկածների, ծայրամասերին մնացողներին ասում կուլ տվեց։ Ումը? Նրանք ովքեր ընթացքից հետ էին ընկել։ Ճանապարհից հետ էին ընկել, դուրս էին մնացել,
Բայց նրանք, ովքեր համախմբված ճիշտ տեղում ընդհանուրի հետ գնում էին, նրանց ոչինչ չպատահեց։ Տեղ հասա։ Հասկանում ես։ Ամեն։ Ով Աստված ողորմիր ինձ։ Ես քո պատասխանի կարիքն ունեմ։ Ես ուզում եմ դու պատասխանես իմ փոխարեն։ Եղիր իմ պատասխանը ամեն իրադրության մեջ Հիսուս Քրիստոս։ Եղիր իմ պատասխանը Տեր։ Ամեն։ 1000 մարդ կարա քեզ պատասխանի։ 1 միլիոն մարդ կարա քեզ տարբեր բաներ պատասխանի։ Դու կարաք տան մեջ օրեկան իրար 1000 հարցով պատասխանեք։ Բայց Աստծո պատասխանը եղի ուրիշ բան է։ Ամեն։ Երրորդ Թագավորաց 18:37։ Սա այն հատվածն է, որ Աստված պատասխանում է Եղիային։ Պատասխան տուր ինձ ով Տեր, պատասխան տուր ինձ։ Գիտեք, այս զոհ բանը, այս սա երբ արվել, 36 խոսքը, մի հատ գաղտնիք է պարունակում իր մեջ, ուղղակի չեմ ասել, եկեք գրեմ։ Լսում ես ինձ նայել ինձ։ Պատմությունը հայտնի է, չէ՞ գիտեք, որ Աստված պատասխանեց, կրակ եկավ եւ այլն։ 36 խոսքը սենց ասում, ասում է երեկոյան զոհի ժամանակ։ Մի հատ ասա երեկոյան զոհի։ Գիտեք, զոհի ժամանակն էր։ Եղիան պահ բռնցրեց։ Ճիշտ ժամանակին իր զոհը դրեց, որտեղ մի հատ ասա զոհի ժամանակն էր։ Գիտեք, 5 կտակարանում առավոտյան երեկոյան հատուկ ժամով սահմանված զոհի ժամեր կար, բայց նոր կտակարանում չկա դրա հատուկ ժամանակը։ Հասկանում եք իրար, դու պետք է պահ բռնացնես, ես պատասխան եմ ուզում Տեր, եւ դու ես զոհի վրա եկող Աստված ես։ Դու զոհի պատասխանող Աստված ես։ Հիմա զոհի ժամանակն է, ես նոր կտակարանի հոգուց եմ խոսում։ Հիմա զոհի ժամանակն է, ես իմ զոհը հիմա դնում եմ և դու դրա վրա գալու ես, պատասխան տուր ինձ ով Տեր, և Աստված եկավ կրակով, լափեց ամեն ինչ որ կար, բայց Եղիան մի հատ նպատակ ուներ, ոչ միայն ապացուցելու, որ ինքը ավելի լավ հավատացյալ է, քան այն մյուս կախարդները, այլ նպատակն էս էր, որ դարձնես նրանց սրտերը դեպի քեզ։ Սա գերագույն նպատակը, Աստծո ծառայի, Աստծո մարգարեի, հասկանում ես ինձ, գերագույն նպատակն է, որ մարդկանց սրտերը դառնա Տիրոջը։ Ես հիմա քարոզում եմ, ինչ եմ ուզում, որ դու ինձ ասես ապրես, կամ չասես ապրես, կամ ձեր չանես, կամ սառը նստես, կամ ջերմ արձագանքես, չէ, ես ուզում եմ իմ ու քո կյանքը փոխվի։ Ես ուզում եմ մեր կյանքերում Աստծուն չդարձած բաները դառնան Տիրոջը։ Ես ուզում եմ մեր սրտերը ամբողջությամբ նվիրված լինեն Տիրոջը զոհի նման։ Ես ուզում եմ, որ մեր կյանքերում այսօր Աստծո պատասխանը գա եւ պատասխանը լինի են։ Գիտեք, ինչքան մարդիկ են Աստծուց պատասխան ստացել, բայց իրանց սրտերը չեն տվել Տիրոջը։ Լիքը մարդիկ։ Աստված իրանց բժշկել է, բայց իրանք իրանց սիրտը չեն տվել Տիրոջը։ Աստված իրանց վարկի, պարտքի, չգիտեմ ինչի հարցերը լուծել է, իրանց փորձանքից ազատել է, 10-րդ հարկից ընկել են չեն մեռել, ավարիային տվել ոչինչ չի եղել, 1000 ումի ռակից բժշկվել է, բայց իրանց սիրտը չեն տվել Տիրոջը, բայց ես այսօր էդի չեմ ուզում մենակ։ Ես ասում եմ Տեր, որ մեր սրտերը դառնա դեպի քեզ, ինչպես որ Եղիան էր ասում։ Ամեն, համաձայն ես իմ է, երբ է դա ֆիքսիր, երեկոյան զոհի ժամանակին, գիտեք, նոր կտակարանյան հնենց այնքան մտերիմ պիտի լինես, այնքան ճարպիկ լինես, զգայուն, հոգուն հասկացով, որ այ հիմա զոհի ժամանակն է Աստված իջնելու է դրա վրա։ Ամեն, զոհ, Աստված սիրում է զոհ, ով հասկացավ փող, եթե փող հասկացար, ինչ չես հասկացար։ Աստված ուզում է, որ դու քո զոհը դնես։
Քո նախասիրությունները զոհաբերես, հրաժարվես, քո սիրած բաները, զբաղմունքները թողնես, քո հավես-չկաները թողնես, թեկուս անես քո չսիրածը, թեկուս չես սիրում հոգևոր բաներ անել, բայց քեզ ստիպես ու անես, սա զոհ է, որի վրա կգա Աստծո պատասխանը, եւ կտենաս, որ սիրտը դարձել է Տիրոջը, արդեն զոհերը հավեսով ես անում։ Ես մի քանի օր քայլեցի, սենց ուղղակի առողջության համար, ասում եմ զգում եմ, ոնց որ արդեն կախվածություն առաջանալ, հետի, վատ կախվածություն չի քայլել։ Մի քանի օր քեզ ստիպի մի բան արա հոգևոր, կտենաս, որ դու կախված ես դրանից արդեն, սա եմ ասում, կտենաս, որ զորով ստիպված չես, արդեն սիրտը դարձել է դրա վրա, դու սրտած ես հետի անում։ Ավետարան կարդալը դուրը չի գալի, ոչինչ, քեզ ստիպի կարդա։ Աղոթելը դուրը չի գալի, քեզ ստիպի աղոթի։ Եկեղեցի գալը դուրը չի գալի, քեզ ստիպի արի։ Մարդկանց սիրելը դուրը չի գալի, մարդկանց սրտով վերջը հազար ու մի բան։ Երգել, բառաբանել, ամեն ինչ որ կա Սուրբ Գրքում դուրը չի գալի, ոչինչ, քեզ ստիպի արա։ Կտենաս, որ սիրտը դարձել է դրա վրա, արդեն դու հաճույքով ես էդի անում։ Սա է Եգիայի ուզածը։ Ես եկեք մի 10 վայրկյան աղոթենք, ես մի հատ բան եմ ուզում հռչակել իմ ուղղի վրա։ Աշկերը փակի, ինձ մի նայեցի։ Բարի Աստված մեր կյանքերի վրա, մեր եկեղեցու վրա աղոթում, խոսում եւ հռչակում ենք զոհի ժամանակը հասկանալ է դեր, որի վրա դու կգաս, շնորհակալ եմ դեր, այս հոգին եմ հռչակում, հասկացողությունը ճիշտ ժամանակի, որ դու կրակով պատասխանես դեր, Հիսուսի անունով, ամեն, իմ հետ եք յոթ, ամեն, Հոբի 38-ի մեկը, հով, ընտենց գիրք կա, միջև ես խոսքի գրվելը, մոտավորապես 36 գլուխ, մոտավորապես, երկրորդ երկու գլուխ հանում եմ, 3-ից միջև 38-ի մեկը, լավ 35 գլուխ, հոբը իրա վատ վիճակի համար մարդկանցից տարբեր հազարավոր պատասխաններ էր լսել։ Թե դու խես ես վիճակի մեջ, հեսա Աստված ես գալիս ես կա, ոչ մի բան չեր մխիթարել, ոչ մի բան չեր ազդել, ոչ մի բան չեր փոխել, ու հանկարծ, ասա հանկարծ, հանկարծ 38 գլխում Աստված պատասխանեց Հոբին փոթորիկի մեջից, այս ուրիշ բան, այսա, 40-ում էլ մի հատ էլ պատասխանում, դրանից հետո Հոբն ասում է, ով եմ ես, բացատրում եմ իմ բարձրով, ով են սրանք, վաբշե, որ ես 35 գլուխ ստարան, իրանց հանդիմանություններով, իրանց խոսքերով, իրանց սուտ թուչ մխիթարիչներ հանդիսանալով, ես սա եմ կանչում իմ ու քո վրա, ով դեր խոսամ էր էդ, դու պատասխանիր, Արսենը պատասխանեց, հեչ դուրս չեկավ, են մեկը պատասխանեց, վաբշե ես իմ ինչ էր խոսում, են մեկը եկավ, իրան դրել էր փիլիսոփայի տեղ, չէ, ես քո պատասխանն եմ ուզում դեր, պատասխանիրից, բայց մի հատ գաղտնիք կաստը, գիտեք, այդ 35 գլուխը շատ երկար ժամանակ է, պետք է կարողանաս համբերել, որտեղ նա խոսում է իրա ժամանակին, ոչ թե քո ժամանակին, կարողանաս մնալ ճիշտ ժամանակի ընթացքի մեջ, որ նրա պատասխանը գա քո կյանքի վրա, եթե այսօր մի բան քո սրտով չելա, վաղ է դրա պատասխան ուրիշ տեղ ես ման գալի, դու փախել ես, որտեղ նա իրա ժամանակն ունի, ոչ թե մեր ժամանակն ունի, հասկանում ես ինձ, երբ որ Աստված է խոսում լրիվ ուրիշ պատմությունը, ինչքան բերանք է քո վրա բացված, ծաղրանքի, ծաղրի, բամբասանքի, չարախոսության,
երբ որ Աստված պատասխանի այդ բոլոր բերանները փակվելու են։ Որտեղ տենալու են, որ դու գահի նստած ես։ Որտեղ տենալու են, որ կարը բժշկված կանգնած է, ըստ Գործառաքելոցի։ Հարց ու պատասխան չկա։ Որտեղ տենալու են, Աստված ոնց քեզ մեծացրեց։ Վերջում հաշտվելու են քո հետ ու ասեն, ես էլ եմ քո Աստծուն ուզում։ Համաձայն ես իմ հետ։ Մի բան ստանում ես։ Ես իրա պատասխան, անկեղծ եմ ուզում, իրա պատասխան եմ ուզում։ Դու էլ ես լավ պատասխանում, դու էլ ես լավ, նորմալ բան խոսում, բայց իրան ուրիշ է։ Ամեն։ Միջև Աստծո պատասխանը չեկավ, Բաղդադ սոքեցին, Եգիպտ թեմանացին, մեկի անունը մոռացա։ Իրանց բերանները չփակվավ։ Սոփարն համացին հիշեցին։ Իրանց բերանները չփակվավ։ Դրանից հետո իրանք էլ վերադարձան հոբի իրադրության, այսինքն այո։ Գիտես այն չէ, քեզ մեղադրողները գալու են քեզ ասեն դու ճիշտ ես ասում։ Ուզում ես սա։ Ամեն։ Ինչքան լավ է սա։ Ես հասկանում եմ, որ եկեղեցին տարբեր է։ Ես հասկանում եմ, որ լսարանը տարբեր է։ Ես հասկանում եմ, որ մարդկանց հասկացողությունները տարբեր են։ Մեկին պետք է մի սենց, օրինակ, Տեր Աստված հարքես հաց տուր, ջուր տուր, այսօր էլ ապրենք, շարից փորձանքից հեռու, բրծավ։ Հասկանում եմ, որ մտածելակերպերը, ուզելները, ցանկությունները Աստծո նկատմամբ տարբեր են, բայց այն մարդիկ, ովքեր Աստծո հետ ցանկություն ունեն մինչև վերջ, իրանք ինչ չեն կարող չհասկանալ։ Երկրորդ Տիմոթեոս 4:16 եմ ասել, 5 եմ ասել։ 15 ես եմ սխալ գրել, Անգելինան մեղավոր չի, որտեղ ուրիշ տեղից էի գրում, համարը լավ չգտել իմ գիշերը դրա համար։ 16-ն է իրականում, ոչինչ, բայց դուք եսի մի կարդաք, ջնջի եսի։ Ինքը իրականում 16-ն է։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ առաջ ուշադրի լսիր, ասում է, երբ որ ակցիանում առաջին անգամ պատասխան էի տալիս, ասում է, սարից թողեցին, ոչ մեկ չկանգնավ իմ կողքը։ Լրիվ ինձ ասում է, թողին գնացին, բայց Տերը եկավ կանգնեց իմ կողքը։ Սա Աստծո պատասխանն էր Պողոսին։ Ամեն։ Գիտեք ինչի համար։ Ուզում եք բոլոր պատասխանների մեջ Աստծո ցույց տան, որ ինքը պատասխանում է ոչ թե ըստ քո կմահաճության, այլ պատասխանում է իր փառքի ու իր ծրագրի համար։ Ասում է, որպեսզի իմ միջոցով նրա խոսքի քարոզչությունը կատարյալ լիներ։ Ինչի կանգնեց իմ կողքը, որտեղ ես ացյալի առաջ կանգնած եմ, քարոզելու եմ։ Ինձ կանչել են դատի, պետք է խոսամ Հիսուսի մասին, ես ինչ եմ քարոզում, ինչի համար եմ արածվում։ Պետք է լավ որ քեզի կանչեն ացյալ, դրանց մարդ չկա, մենակ ես։ Պարտադիր չի իսկական դատարանի ացյալ լինի, ես հանդիպել եմ դատական ացյալների հետ, բայց դրա մասին չեմ խոսում։ Խոսում կյանքի ացյալների իրադրությունների մասին, որ միտեղ պետք է պատասխան տաս կամ քեզ ուզում են նեղացնեն կամ նեղն ես ընկել, պետք է միասին խոսեք, բայց տանմես մարդ չկա, հրաշալի է։ Ամեն։ Տերը գալու է, կանգնի կողքը, բայց իրա նպատակի ու փառքի համար, որպեսզի այդ պահի քարոզչության այդ նպատակը լիներ իրական, կատարյալ, բայց քո հարցը կարող ինչ լինի։ Տեր Աստված, քո պատասխանը այն է, որ դու գալիս ես կանգնում ես իմ կողքը դեր։ Տենում եք հավատարմությունն Աստծո։ Տենում եք մարդու անհավատարմությունը։ Ես վստահ եմ 100%-ով, երբ որ Պողոսը պատասխանեց, ացյանում մարդիկ հավատացին, ինքը դուրս եկավ, հետո գնաց, Աստված ավելի մեծացրան, այս մարդիկ եկան ասին Պողոս ջան, բա ինչ կա չկա ախպեր, ոնց ես, լավ ես։ Այո, այդպես էր։ Բա ինչ ծառայություն անենք իրար հետ ախպեր։ Եվ Պողոսի պատասխանը հավատում եմ այսպիսին էր։ Հանգիստ էր այդ եղբայրը, ես ձեր դեմ բան չունեմ,
բայց հաջորդ անգամ չեք կարող այդքան մոտիկ լինեք իմ հետ։ Որտեւ եթե մի հատ ճամփա ես թողել, էլ ես թողել։ Եթե մի հատ չես կանգնել կողքին, մի հատ էլ չես կանգնելու։ Եթե իհարկե խորը զղջում ու ապաշխարություն չկա, ներողությունով ոչ թե, հասկանում ես ինձ ինչ եմ ասում, որտեղ ամեն մեկս մի իրադրությունով անցնում եք սիրելիներ։ Քո խնդիրները, քո հարցերը, մենք կախված ենք Աստծուց։ Ամեն, նա կանգնելու է իմ ու քո կողքը ցանկացած իրադրության ժամանակ, երբ որ դու պիտի պատասխան տաս։ Հակոբոսը մի հատ ուշեղ խոսք ունի։ Ասում է, երբ որ կերպ կամ տարբեր փորձությունների մեջ եք ընկնում, ուրախություն համարեք։ Գլխավոր բառը համարելը։ Երբ որ փորձության մեջ ես, խոսում եմ Տիրոջից թույլատրված փորձության մասին, ոչ թե իմ ու քո խելքից։ Եթե Տերը թույլատրել է քո կյանքում փորձություն, բևի բարի համար։ Հակոբոսն ասում է, դու պետք է դա ուրախություն համարես, ոչ թե տխրություն։ Ինչ ես համարելու դու այդ փորձությունը։ Այդտենց էլ իր ավարտն անինելու։ Համարելու ես տխրություն եկել անձի ջարդի, այդտենց էլ կլինի։ Համարելու ես ուրախություն, շնորհակալ եմ Տեր, էսել եմ քեզնով անցնելու, այն վերջում մի հատ ուրիշ արսենելու լինելու։ Դրական։ Այդտենց էլ ավարտ ունենալու։ Ինչ ես համարում, այսօրվա քո նեղությունով անցնելը։ Կրկնում եմ։ Ոչ թե քո խելքից փորձությունը, փախել ես ընկել ես խնդիրների մեջ, այլ չէ, այն որ դու հավատարիմ ես ճիշտ ճանապարհի մեջ կանգնած առաջ ես գնում հասկացողությամբ, բայց Աստված թույլ է տվել փորձություն, որ դու մի երկու քայլ ավելի բարձրանաս վերև։ Համարիր ուրախությունը, խնդրում գլխավոր բառը դա է, ուրախություն համարիր։ Հասկացա՞լ եք ինչ ասում։ Եվ վերջին համարը, որ չեմ ասել, երեխեքը գրեն, Զաքարիա 1:13-ն է, այս էլ ասեմ եւ աղոթենք։ Ասում է, եւ Տերը պատասխանեց բարի եւ մխիթարական խոսքերով։ Ինչ լավ է, չէ՞։ Արի իրար հետ այս խոսքերն ասենք։ Եվ Տերը, ասա, բարձր ասա։ Եվ Տերը պատասխանեց բարի եւ մխիթարական խոսքերով։ Սա է Աստծո պատասխանը։ Բարի եւ մխիթարող խոսքերով։ Սա է Տիրոջ պատասխանը ինձ ու քեզ այսօր սիրել։ Ամեն։ Համաձայն ես իմ հետ, Արի ոտքի։ Արծաթը քեզ չի կարա քո իրադրություններից, քո հոգևոր իրադրությունները փոխի։ Արծաթը նյութականի համար պատասխան է։ Փողը, ամեն։ Բայց շատ փող ունենաս, հոգևոր խնդիրը դրանով չես կարող լուծես։ Ճիշտ եմ ասում։ Հոգևոր խնդիրները լուծվում են Աստծո պատասխանով, սիրելիներ։